Ես ինձ չեմ տեսնում ուրիշ տեղ, չեմ կարող, նույնիսկ Երևանի Մեղրիի միջև ինձ համար արդեն տարբերությունը մեծ է, անբացատրելի է Մեղրին, չգիտեմ, ես իրա քար ու քռայով, ես իրա ամեն ինչով ձգում է, քաշում է, ես չեմ կարող ուրիշ տեղ ապրել։ Ստյոպա Սուրիկի Կանդազյան, Մեղրիում եմ ծնվել հենց 1955 թվականին։ Ծնողներս Մեղրիի շրջանի Ագարակ գյուղից են։ Հիմիկվա Ագարակը չի դա, այլ գյուղ է եղել, Ագարակ գյուղը։ Մայրս Կապանի շրջանից է, Կավարտ գյուղից է։ Հանդիպել են, ամուսնացել են, տենց Մեղրիում են բնակվել, այդ ժամանակներից ի վեր ծնողներս արդեն Մեղրիից են, մենք համարվում ենք արդեն բնիկ մեղրեցիներ, այդպես եմ ես ինձ համարում։ Ի սկզբանե հայրս կոլտնտեսական է եղել, Մեղրիի կոլխոզում է աշխատել, հետո գինու գործարանում, դրանից հետո կուսակցական է եղել, կուսակցության կանչով հանձնարարությամբ սկսել է աշխատել Գաղտնի փոստում ու այդպես ատեից էլ թոշակի գնացել։ Ընտանիքում ապահոված ենք եղել, մայրս շրջկոմի մեքենագրուին է եղել, այդպես սովորական, կարելի ասել բանվորական ընտանիք է։ Ես սկզբից տեխնիկում եմ սովորել շինարարական, աշխատել եմ որպես շինարար։ Դրանից հետո Մեղրի Քաջարյան ճանապարհը կառուցելուց հետո Դեմիրճյան Կարենի հանձնարարությամբ աշխատողներից մեկին պետք է ուղարկեին բարձրագույն կրթություն ստանալու, դե բարեբախտաբար դա ես եղա ու գնացի Մոսկվա, ընդունվեցի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարան։ Այն ժամանակ, որ ես ընդունվել եմ, դա աշխարհի 4-րդ իրամակարգով, 4-րդ բարձրագույն ուսումնական հաստատությունն է եղել Սորբոնի, Քեմբրիջի եւ Օքսֆորդից հետո արդեն Պատրիս Լումումբան էր, այդպես էին համարում։ Ուսուցումը անհատական էր։ Սովորական մեր ինստիտուտների նման չէ, դասախոսները շատ էին, 8 հոգուն մի խումբը 8 հոգուց էր բաղկացած ու հիմնավոր ուսումն էին տալիս էլինես, հիմնավոր, անհատական բոլորի հետ աշխատում էին, դե լավ կրթություն եմ ստացել, միջազգայնակ գետել եմ ոչ միայն ինժեներ շինարար եմ, այլ նաև միջազգայնագետ, ֆրանսերեն լեզվի մասնագետ, այդպես։ Ընդամենը 6% էր մեր համալսարանի սովետական ուսանողությունը, մնացածը բոլորը աշխարհի բոլոր երկրներից, 103 երկրից 456 ազգի ներկայացուցիչներ էին սովորում մեր համալսարանում այն ժամանակ, որ ես սովորում էի։ Մեր խմբում Բենինից կային, Սոմալիից կային, Կամբոջայից կային, Լաոսից կային, շատ տեղերից էին, այդպես չեմ կարող մեկ-մեկ թվարկել, Բուրկինա Ֆասոից կային, Բուրկինա Ֆասոյի պրեզիդենտը իմ կուրսեցին եղել։ Ես կուսակցական էի այն ժամանակ, որ գնացել եմ ընդունել, այնտեղ այսինքն ուրիշ ձև չէր լինի, պետք է կուսակցական լինեին բոլորն էլ։ Առաջի անգամ եմ ես այնտեղ տեսել, որ կուսակցական ժողովներում իսկականից լուրջ ձևով, էլի ոչ թե ձևական քննադատություն եւ այլն։ Теперь перестройка задевает всех. 88 թվականին փետրվարյան դեպքերից հետո առաջարկել եմ մեր ֆակուլտետի կուսակցական կազմակերպությունը նամակագրել Գորբաչովին, որպեսզի պատժվեն
Ցունգայթի այդ հանցագործները։ Ու ես այնտեղ ուլտիմատում էի տվել, որ եթե չեղավ, ես եկող տարի այս ժամանակ կուսակցությունից կհեռանամ։ Այդպես էլ արեց։ 79 թվականի մարտին վայր դրեցի իմ կուսակցական տոմսս հենց համալսարանում։ Ճիշտն ասած ասում էին, որ դա շատ լուրջ քայլ ես արել, քո դեմ շատ բաներ կլինի, քեզ կհեռացնեն համալսարանից, ես այդ ժամանակ 3-րդ կուրսում էի դեռ։ Դե ես ասի, ես պատրաստ եմ, եթե դրա համար պետք է հեռացնեն քաղաքական հայացքների համար, թող հեռացնեն։ Բայց չեղավ այդ բանը, ես լավ սովորող եմ եղել, առաջավոր ուսանող եմ եղել, ճիշտն ասած։ Ինձ հետ հաշվի էին նստում համալսարանում, ֆակուլտետում։ Ես առաջին ուսանողն եմ եղել, որի նաուչնո-տեխնической կոնֆերանցիայի նաուչնի սեկրետար եմ եղել 2 տարի։ Այդտենց բան չի եղել, որ ուսանողը այդտենց դար եղել են ասպիրանտները հիմնականում։ Բայց ինձ վստահել են այդ պոստը, փաստաթղթեր պատրաստել, չգիտեմ ինչ անել եւ այլն։ Ես գնացել եմ Մոսկվա սովորելու արդեն 3 երեխա ունեի, ընտանիքով եմ գնացել ու ստացիոնար սովորել, ինձ համալսարանում շատ լավ օգնել են, ամեն երամսյակ ինձ առանձին, կամ կուսկոմը, կամ ֆակուլտետի պրոֆսայոզը, կամ դեկանատը, կանչում էին, բա դիմում գրի, որ քեզ օգնություն տանք, ասում են պետք չի ինձ, չէր դառնում, պետք է զորով ստիպում էին ու միշտ այնց էին անում, որ իմ ընտանիքը լի նորմալ ապրի, ես ոնց բողոքեմ իմ այդ կարգից։ Եթե շարժումը չլներ սովետական միությունը պահպանվեր, ես պետք է գնայի որևէ մի դեսպանությունում որպես գծորդ շինարարության գծով կամ էլ արդեն այնտեղ զարգանայի աճեի դառնայի դեսպան կամ որևէ մի բան։ Այդ օրերին արդեն ոնց որ թե հայրենիքի կանչով տենց եկա մեղրի ծնողներս էստեղ էին վիճակը սահմանին մեղրի սահմանին երկու կողմից էլ շատ վատ էր կրակոցներ եւ այլն անհրաժեշտություն կար մոբիլիզացվելու երիտասարդներին այդ պատրվակով էլ հենց վերադարձանք ընտանիքով Հայաստան ես որ եկել եմ այդ իմ գալու օրը հենց 156 սնարյադ է անգել մեղրիի վրա ես եկել ենք տուն փողոցները դատարկ բոլորը թաքստոցներում պատվալներում այդ վիճակով ենք եկել, հետո կամաց ուշքի ենք եկել, նոր հասկացել, թե ուր ենք եկել, ինչ է եղել, դեպքերը արդեն սկսեց զարգանալը, սահմաններին կրակոցներ, առաջի զոհը ունեցանք Հովհաննեսյան Սուրիկին, այդպես հերթով սկսվեց արդեն, պայքարը կամաց ուժեղացավ։ Ադրբեջանցիների հետ մեզ մոտ հարաբերությունները շատ լավ է եղել։ Մեղրի ադրբեջանցիները մերված են եղել մեզ հետ։ Մենք այդպես չենք զգացել, էլի թշնամություն, միջև այդ ամեն ինչը։ Նույնիսկ իրանց գնալուց մենք օգնել ենք իրանց, մեքենա տրամադրելով, չգիտեմ ինչ անելով, այդպես։ Իմ հենց հայրական տան հարևանությամբ ադրբեջանցի էր ապրում։ Նրանք իրենց տները փոխանակեցին Բաքվի հետ, գնացին։ Հետո արդեն կարգերը փոխվեց, հարաբերությունները փոխվեց, հոգեբանությունը, դաստիարակությունը, քանի գնաց, փոխվեց, այսօրվա վիճակը թշնամություն դառավ։ Օրդուբաթում Հայաստանի գնաց կանգնացրել էին կապան գնացող պատանդ էին վերցրել մեղրից մի քանի հոգու, Դավիթ Հղեոնդը կարողացան հետ բերել դրանց։ Ամեն դեպքում անենց էր, որ այդ տագնապը չկար, բայց որ մի բան մեզնից գնում էր, ենթագիտակցորեն դա զգում էինք, էլի, որ ինչ-որ մի էպոխա վերջանում է։
Սովետի ժամանակ մենք վատ չենք ապրել, ճիշտն ասած։ Բայց դե ազնվությունը այդ աստիճանի չէր, գողությունը շատ էր ավելի հիմնարկներից, պետական գողությունն եմ ասում։ Բոլորը մտածում էին մի բան տանեն տուն։ Շինարարը ամեն մեկը իր բնակավարից տուն գնալուց մի բան հետը տանում էր, ոնց որ իրանը չէր համարում, դրա համար էլ այդպես քանդվեց այդ պետությունը։ Կարելի էր, ինձ թվում է, կարելի էր ճիշտ հունի վրա ճիշտ կազմակերպել, թեկուզ այս սովետի լուծարումը ավելի ճիշտ կատարվեր, ամբողջ սովետի հարստությունը մնացել հիմնականում Ռուսաստանին, այդպես չպիտի լիներ։ Այդ հարստություն ստեղծելուց մյուս 15 հանրապետությունների ժողովուրդն էր մասնակցել։ Անկախության հանրաքվեի, եթե օգոստոսին եք եկել, ուրեմն հանրաքվեի ժամանակ արդեն Մեղրիում եք։ Մեղրիում եք, բա ոնց, այդ օրը մեզ համար հպարտության, ուրախության, չգիտեմ, ինքնահաստատման ոնց որ թե այդպիսի տպավորություններ էր մեր մեջ, որ ինքնուրույն արդեն կարող ենք մենք ինքնուրույն պետություն ունենալ, ինքնուրույն ազգ դառնալ։ Մեծ հույսեր ունեինք, որ կկարողանանք նորմալ պետություն սարքենք։ Զրկանքների մեջով անցանք 90-ական թվականների սկիզբը, կեսերը, մինչև 2000 թիվը համարյա ծանր կացություններով, բայց մենք պատրաստ էինք, գիտեինք ինչի համար ենք պայքարում, ինչի համար ենք ապրում, ինչի համար ենք կրում այդ զրկանքները, բայց բանից պարզվեց, որ այնքան էլ մեր սպասումները չարդարացան։ Գործկոմի քարտուղարն եմ եղել, միշտ խնդիրներ կային, միշտ լարված վիճակ, թե սահմանային վիճակը, թե բանակաշինությունը, թե հենց տնտեսությունները 91 թվականից հենց արդեն հողեսեփականաշնորհումը գնում էր։ Ու այդ ծանր ժամանակներում լարված էինք աշխատում շատ։ Պետք էր լինում նույնիսկ հարևան Իրան ենք գնացել, վառելիք ենք բերել ընդեղից, ամրաններ, շինանյութ, մեզ օգնություն ցույց էին տալիս, մենք կարողանում էինք դեր կանգնենք մեր ունեցածին։ Հեռու էր Մեղրին, դե պարզ է, դժվար ենք ապրել, բայց չենք ընկճվել, չենք բողոքել այդքան շատ, ինչքան որ բան անենք։ Սովետի տարիներին եկեղեցու հետ կապ ուներ ձեր ընտանիքը։ Ես անձամբ ունեի, ուրեմն 83 թվականին ես ավտովթարի ենթարկվեցի։ Ուրեմն ոնց էր, կնոջս տատը ասեց, այդ քեզ են խաչն ա պահել, այդտեղ վերև բան կա, խաչ կա, որտեղ որ դու ավարիա ես տվել։ Ոնց որ ենթագիտակցորը այդպես մեջս նստավ։ Այդ օրվանից սկսել եմ արդեն ոնց որ հավատալ, ոնց հավատում եի, որ երևի ինձ իրոք այդ խաչն ա պահել, որտեղ շատ խոր գլորվել էի, մեքենան ամբողջությամբ շարքից դուրս էր եկել, բայց ես ոչ մի բան չէի եղել։ Դրանից հետո եմ Աստվածաշունչը կարդացել, ճիշտ ասած, հետո Նարեկ եմ կարդացել, հետո արդեն սկսել եմ հասկանալը, որ իրոք բարձրյալը կա։ Որ կոմունիստ էիք չէր հակասում դրան։ Դե մեկը մյուսին չէր խանգարում։ Ես չէի բարձրաձայնում, որ ես բան չեմ, աթեիստ չեմ։
Ներքուստ ես իմ համոզմունքներում արդեն կայի որպես աստվածավախ մարդ։ Երբևէ մտածել եք Հայաստանից գնալու մասին։ Ես Հայաստանից գնացած եմ եղել, որ գնալու մասին մտածեի չէի գա։ Ինձ այնտեղ շատ լավ առաջարկներ են ունեցել։ Ես արդեն 2 հոդվածում էի հրապարակած։ Ես երբ որ գործկոմի քարտուղար էի, այդ ժամանակ զանգել են Մեղրիի գործկոմ համալսարանից, որ ձեր թեման դեռ բաց է։ Ինչ եք առաջարկում, փակենք, ուրիշ թեմա վերցնենք, թե դուք գալու եք։ Մեզ համար Մեղրին ամեն ինչ է։ Մանկության հուշեր էին, պատանեկություն, սիրահարվել, ապրել, ընկերություն, ամեն ինչ։ Մեղրին հին քաղաք է, հետաքրքիր յուրահատուկ բնակչությամբ։ Մեղրեցիները դեռ են գլխից էլ իրանց կուլտուրայով, իրանց նիստուկացով, իրանց ապրելակերպով շատ են տարբերվել Հայաստանի մյուս բնակավայրերից։ Մեղրեցիք բնակարաններում են ապրել, ի տարբերություն մյուս շրջանների, գետնափորտների, բանի եւ այլն։ Երևի լսած կլինեք, որ առաջին դաշնամուրը Հայաստանում դա Ագուլիսից օժիտ է եկել Մեղրի։ Այդ դաշնամուրը դեռ կա։ Դե երկրորդ դաշնամուրն էլ տեսակ ինձ մոտ։ Դե արդեն անհրաժեշտություն եղավ, որ պետք է երեխեքը դաշնամուր ունենան պարապելու համար։ 2 երեխաները արդեն ընդունել էին երաժշտական դպրոց։ Դու հետաքրքրվեցի, իմացա, որ համար տվեցին հեռախոսի, զանգեցի, պարզվեց կոմպոզիտոր Ալշանսկին է, ժամադրեց, պայմանավորվեցինք, տեղը ասեց դաշնամուրի գտնվելու, գնացինք, որ բերենք։ Դաշնամուրի գտնվելու տեղը հասցեն, որ ասեց, մի անգամից իսկույն ես իմացա, թե դա որտեղ է, որովհետև Մարինա Ռոշչը 12 հասցեն ասեց, դա Վսոցկու հայրական տան բակն է, այդ շենքն է։ Այդպես գնացինք, վերցրեցինք, մինչև այսօր կա դաշնամուրը 1879 թվի արտադրության դաշնամուրը, գերմանական Բլասենդորֆ ֆիրմայի, ստեղները լրիվ ամբողջությամբ փղոսկրից են, առայժմ նորմալ վիճակում են։